Մեսրոպյան Այբենի իրողության մասին ինչ էր դա, տարածևեր էին դրանք սոսկ, պայմանանիշեր էին, պայմանականություն էին, թե ավելին է, բազում մոտեցումներ է եղել։ Միանշանակ պարզ է, որ ժամանակակիցները վկայում են ոչ քուն, ոչ արտուն, քանց երազի մեջ։ Մի հատ ձեռք գրեց հայոց տառերի Այբենի տառերը և բացատրեց դրանց հանգամանքները։ Փաստորեն առանձնակի ուշադրություն չի դարձվել մեկ արտահայտության, որ միաջ ձեռք գրեց և հայոց Այբենի տառերը և բացատրեց դրանց հանգամանքները։ Այդ արտահայտության վրա ուշադրություն չի դարձրել, չգիտես ինչու ոչ մեկը։ Այսինքն ի վերուս բան ա տրվել տառացևերը և բան ասվել։ Ինչևէ, և խոսքի տեսքով համակարգը փոխանցվեց Փառք Աստծո առայսօր կա այբուբենը և կա լեզուն հայոց հողագնդի վրա և բնական գիտությունները օգնում են, նպաստում են, որպեսզի խորանանք և հասկանանք ինչ է հայոց այբուբենը։ Ուրեմն նախ հայոց Այբենի առանձնահատկությունների մասին։ Հայոց Այբենի տառերը, բացի այն, որ կարգատվերը չեն փոխվել 1600 տարվա ընթացքում, ուրեմն կարգատվերի տեսքով, թվային արժեքների տեսքով հայոց Այբենի, տարածձևերի տեսքով թաքնագրված է խորհուրդ և ամբողջ թաքնագրության խորհուրդը ինչի մեջ է կայանում, որ երբ որ համադրում ես այբուբենը որպես մաթեմատիկական համակարգ, թվային համակարգ և որպես գծապատկերային համակարգ և երբ որ Մենդելևի պարբերական աղյուսակի համապատասխան կարգաթվով տաժը վերադրում ես տվյալ տառին Այբենի մեջ և դրան զուգակցում ես աստվածաշնչյան խորհուրդները, նոր սկսում ես հասկանալ, որ գործ ունես երևույթի հետ և դա պարզապես Աստծո ուղերձն աստվածային մտածողությունն է, խիտ, գերխիտ, փակված, պահված և վստահությամբ տրված հայ ազգին, որ սրբորեն պահենք։ Օրինակներ բերեմ ինչու է գերխիտ համակարգ, ինչ կերպ է որ գերգիտություններ կան։ Ուրեմն երբ որ գումարում ես, ասենք ոսկի բառի տառերի կարգաթվերը, ոնց համապատասխանաբար 24-րդ տառն է Այբենի մեջ, 29-րդ, կն 15 և 9-11 համապատասխանաբար, երբ որ գումարում ես, ստանում ես 79։ Դա Մենդելևի պարբերական աղյուսակում 79-րդ տաժի ոսկու ատոմական կարգաթիվն է։ Ուրեմն արջիճը ճշգրտորեն համապատասխանում է 1, 32, 19, 11, 19 տառերի կարգաթվերն են, գումարը կազմում է 82, դա պլյումբում է պարբերական շարքում արջիճը։ Ուրեմն սնդիկը չի համապատասխանում կարգաթվերի գումարը տառերի կազմում է 81, երբ որ հնչյունափոխության տրամաբանությանն ես դիմում օգնությանը, տեսնում ես, որ կարող էր մեկ նիշի ճշտությամբ փոխվել միայն դն, գն, դեի վերածել, հետևաբար արմատական բառը, անունը, տաժի, սնդիկի եղել է սնգիկ։ Արծատ, աթը որպես ածանց է իհարկե, արծնած մենք ասում ենք արմատի գործադրման ժամանակ,
ԱՌԾ 1.32 եւ 14 կարգաթվերի գումարը կազմում է 47, դա Արգենտինիոն տարրն է, պարբերական շարքի 47-րդ տարրը, որը ստույգ արծաթն է։ Երկաթ, երկ։ Շատ հետաքրքիր է, որ առօրյա լեզվամտածողության մեջ երկ մենք հասկանում ենք երկակի ընդհանրապես։ Երբ որ կարգաթվերը գումարում ես, ստացվում է 52, երբ որ կիսում ես, ստացվում է 26 երկաթի ատոմական կարգաթիվ է պարբերական շարքում։ Այսինքն գործ ունենք գերգիտությունների մի այնպիսի համակարգի հետ, որը դասական բնական գիտությունները նման մոտեցումներ չունեն եւ չեն կարող մեկնաբանել միջուկային ֆիզիկայի ճշտության, խորության եւ բառի նույնության այս համակարգը։ Օրինակները անվիճահարույց են եւ ինքնանպատակ չի դիտվում, որ դա հայ ենք, դրա համար այսպես է, չենք հարմարեցնում, որովհետև ոսկին անընդհատ անհիշելի ժամանակներից հայ մարդը տվյալ մետաղին դիմել է որպես ոսկի, երկաթին երկաթ, սնդիկին արջիջին արջիջ եւ այլ եւ այլ։ Ինչ է ստացվում։ Ծննդոց գլխում հենց ասում է Աստված Ադամին ստեղծեց դրախտում եւ Ադամ ինչ կերպ կոչեց իրերին, այդպես էլ անվանվեցին։ Այսինքն միջուկային ֆիզիկայի ճշտությամբ այդպիսի լեզու գոյություն չունի փաստորեն, ոչ էլ այբուբեն, որովհետև օրինաչափությունները վեր հանելու եւ դիտարկելու համար ուսումնասիրվել են 12 հիմնական այբուբենները, որոնք մարդկության պատմության ընթացքում երբևիցե եղել են, օգտագործվել են։ Այսինքն բանից պարզվում է հայ մարդը այսօր խոսում է ադամական լեզվով, սկզբնային լեզվով, որը սկսվել է Ադամից հենց իսկ։ Եվ Ադամը ոսկում մեջ տեսել է ոչ թե տարրի փայլը, արտաքին հատկանիշեր, այլապես կարող է մի դեղին գույնի անուն դնել այդ տարրին, մետաղին։ Այլ նա ոսկու մեջ տեսել է ոսկու ատոմական կառուցվածքը։ Այդ խորությամբ ճանաչում ուներ, այսինքն մարդուն տրված էր աստվածային կատարելության, տեզերաշինության խորխորատները տեսնելու, ընկալելու իրավունք էր տրված։ Ինչ կատարվեց 405 թվականին։ Մինչ 405 թվականը, փաստորեն Քրիստոսից հետո, մեր թվակրությամբ, մարդկությունը վտարված էր դրախտի այգուց։ Եվ Իդեմս մեզ սրոք մաշտոցով տրված այբուբենի Աստված մարդկանց իրավունք տրվեց հետ վերադառնալ դեպի դրախտի այգի, Եդեմի այգի։ Եվ ինչ է ստացվում։ Երբ որ ԵԴՄ կարգաթվերը գումարում է, ստանում ես 36։